Սեպտեմբերի 6-ին Եղիշե Չարենցի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Ռաֆի Հովհաննիսյանի որդու Կարին Հովհաննիսյանի գրքի շնորհանդեսը։ Հեղինակը գիրքն անվանել է «Գերդաստան ստվերած»։ Գրքում պատկերված է հենց հեղինակի Գերդաստանի 3 սերունդների կյանքը։ Կարինի մեծ պապը՝ Գասպարը, կորցրեց հայրենիքը իր բազմաշեն գյուղը Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգում։ Ականատեսը եղավ ահավոր Եղեռնի հազարավոր զոհերի ու չարագործությունների։ Պապը՝ Ռիչարդը, ծնվելով Կալիֆոռնիայի նահանգի Տուլարի փոքրիկ քաղաքում, թողեց հոր ահագարակը ժամանակի փորձություններից և ժխտման ուժերի ոտնձգություններից պաշտպանելու կորուսյալ երկրի պատմությունը։ Իսկ Միացյալ Նահանգների հանգիստ ու բարեհարմար պայմաններում մեծացած համակողմանի փայլուն կրթություն ստացած Ռաֆին նախընտրեց վերադառնալ մայր հայրենիք։ Շնորհանդեսը բացեց և ներկաներին ողջունեց Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը։ Ելույթ ունեցան Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, թարգմանիչ Սամվել Մկրտչյանը, հեղինակի հայրը Ռաֆի Հովհաննիսյանը, ով գրքի հերոսներից մեկն է։ Գարինի գլխավոր թիրախը արդի հայրենովացված սուբյեկտը ես եմ եղել։ Կարին, քեզ երախտագետ ենք, հբարդ ենք քեզանով և վստահ եմ, որ այն հարցերը, որոնք մնում են անպատասխան այս հատորի դողերում, իրենց պատասխանները միգուցե գտնեն քո առաջիկա աշխատանքներում։ Առանձին հուզիչ դրվագների շարադրմամբ երեկոն եզրափակեց Կարին Հովհաննիսյանը։ Մի քանի մարդ կա այստեղ նստած, ով լուրջ ազդեցություն է ունեցել այս գրքի կյանքում։ Վրեժ Մարկոսյանը 10 տարի առաջ, երբ իմ գրող դառնալու երազանքը ձևավորվում էր, պարոն Մարկոսյանը ասաց, որ Կարինը ինչքան գրի, ես կտպեմ։ Ու 10 տարի հետո այսօր պարոն Մարկոսյանը լույս է հանել Գերդաստան ստվերած գիրքը։ Գերդաստան ստվերած գիրքը կարելի է ձեռք բերել գրախանութներում, իսկ գրքի հասույթը կտրամադրվի Օրան բարեգործական կազմակերպությանը։ Լուսինե Հովհաննիսյան, Արման Գրիգորյան, Սլաքեյ։